Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Անկախ այն բանից, թե ինչ են ասում արտասահմանում, եթե մենք չկարողանանք որոշել մեր ապագան այստեղ, մեր հայրենիքում, մեր ազգը կարող է տասնամյակների ընթացքում անհետանալ։ Այս մասին սոցիալական իր էջում գրել է Վրաստանի իշխող վրացական երազանք կուսակցության խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն։ Ահա թե ինչու ազգային անկախությունը բոլորից պետք է մնա մեր առաջնահերթությունը։ Մդինարաձեի խոսքով վրացական երազանքի կառավարությունը կարող է այս նպատակին հասնել ժողովրդի հետ միասին։ Վրաց ժողովրդի հետ միասին, որը ունի անսահման ինքնահարգանք, մենք կարող ենք կառուցել միասնական, ուժեղ եւ հպարտ Վրաստան։ Այլ ընտրանք չկա։ Ահա թե ինչպես պետք է իրականացվի վրացական երազանքը։ Վրաստանի խորհրդարանը շուտով կսկսի քննարկել հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, ըստ որի պետական մարմիններում խորհրդականի աշխատանքը չի վճարվի։ Հանրային ծառայության մասին օրենքը վերաբերում է բացառապես բյուջետային հիմնարկներին եւ պետական ծառայողներին։ Ըստ փոփոխությունների, չնայած խորհրդականը կաշխատի պայմանագրով, նա աշխատավարձ կստանա իր հիմնական աշխատանքից, այլ ոչ թե գերատեսչության բյուջեից։ Օրենսդիրները նշում են, որ խորհրդականներին աշխատավարձից զրկելու պատճառն այն է, որ նրանց գործունեությունը իր բնույթից ելնելով չի կարող հավասարեցվել պետական մարմիններում աշխատող անձանց աշխատանքին։ Նոր օրինագծի հեղինակները չեն նշում, թե քանի խորհրդական է աշխատում պետական մարմիններում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը քննարկել են երկկողմանի կապերը, նաեւ տարածաշրջանային ու համաշխարհային հարցեր։ Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ ձեռնարկված քայլերի շնորհիվ ամրապնդվել են Թուրքիայի եւ Պակիստանի միջև հին բարեկամությունն ու ամուր համերաշխությունը։ Էրդողանը շնորհավորել է Շարիֆին Կուրբան Բայրամի կապակցությամբ։ Վերջին անգամ Էրդողանը Պակիստան էր այցելել այս տարվա փետրվարին, իսկ Շարիֆը մայիսին էր եղել Թուրքիայում։ Այցերի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները եւ հետագա գործակցությունը։ Շարիֆը X-ի իր էջում գրել է, որ ինքը եւ Էրդողանը համաձայնել են արագացնել վերջին հանդիպումների ընթացքում ձեռք բերված կարևոր որոշումների իրականացումը գործակցությունը բարելավելու համար, մասնավորապես առևտրի եւ ներդրումների ոլորտում։ Մենք քննարկել ենք նաեւ տարածաշրջանային եւ համաշխարհային հարցեր, այդ թվում Գազայում տիրող ճգնաժամային իրավիճակը եւ վերահաստատել ենք մեր ամուր փոխադարձ աջակցությունը հիմնարար ազգային շահերին։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հեռախոսով քննարկել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Ուկրաինայի հարցի կարգավորումը։ Այս մասին հայտնել են Թուրքիայի արտգործնախարարությունից։ Զրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև պատերազմի դադարեցման ուղղված ջանքերը, նշված է հաղորդագրության մեջ։ Ֆիդանն ու Ռյուտեն նաեւ անդրադարձել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստմանը, որը կկայանա հունիսի 24-ից 25-ը Հաագայում։ Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալի-Աբադիի հետ։ Այս մասին հայտնում են Իրանում Հայաստանի դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում Հայաստան-Իրան համագործակցությանը վերաբերող հարցերին։ Երկուստեք կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես ընդգծվել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությունն ընթացիկ տարվա ընթացքում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը։ Իրանի իշխանությունները չպետք է զբաղվեն ուրանի հարստացմամբ, այլապես նրանց հետևանքներ են սպասվում Միացյալ Նահանգների կողմից։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան խնդրել են մեկնաբանել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի խոսքը, որը հայտարարել էր, թե իր երկիրը պետք է ուրան հարստացնելու հնարավորություն ունենա։ Նրանք չեն հարստացնի ուրանը, եթե հարստացնեն, ապա մենք ստիպված կլինենք այլ կերպ գործել։ Եվ ես այնքան էլ չեմ ուզում դա այլ կերպ անվանել, բայց մենք այլ ընտրանք չենք ունենա։ Իրանում ուրանի որևէ հարստացում չի լինելու։ Թրամփը այդուհանդերձ չի հստակեցրել, թե ինչ գործողությունների մասին է խոսքը։ Իրանի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների 5-րդ փուլը։ Օմանի արտգործնախարար Բադր Ալ-Բուսայիդին, որը կողմերի միջև միջնորդ է, հայտնել է որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթացի հասնելու մասին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը հույս ունեն եւս 1-2 հանդիպման ընթացքում դրական արդյունքների հասնել։
Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայեին խստորեն դատապարտել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության կողմից սահմանված նոր պատժամիջոցները մի շարք իրանական եւ ոչ իրանական ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ առևտրային եւ բանկային ոլորտներում Իրանի հետ գործակցության պատրվակով։ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչի հայտարարել է, որ Իրանի դեմ Միացյալ Նահանգների նոր պատժամիջոցները, որոնք սահմանվել են իրանցի ժողովրդի դեմ առավելագույն ճնշման անմարդկային եւ ձախողված քաղաքականության շրջանակում, ոչ միայն անօրինական են եւ խախտում են միջազգային իրավական սկզբունքներն ու նորմերը, այլև Միացյալ Նահանգների իշխող ռեժիմի իրանցիների նկատմամբ խորը եւ մշտական թշնամանքի եւս մեկ վկայություն են։ Անկասկած, Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ պատժամիջոցները, որոնք մշակված են եւ իրականացվում են յուրաքանչյուր իրանցի քաղաքացու վրա ճնշումը ուժեղացնելու եւ նրան հիմնարար իրավունքներից զրկելու նպատակով, ել ավելի կամրապնդեն իրանցի ժողովրդի վճռականությունը պաշտպանելու իր օրինական իրավունքներն ու շահերը։ Հունիսի 6-ին Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հայտարարել էր Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև շարունակվող միջուկային բանակցությունների ֆոնին։ Միացյալ Նահանգների պատժամիջոցների վերջին ցանկում հայտնվել են 10 ֆիզիկական անձ եւ 27 ընկերություն։ Հատկանշական է, որ պատժամիջոցները սահմանվել են ոչ միայն իրանական, այլև չինական, բելգիական եւ էմիրաթական ընկերությունների դեմ։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Վաշինգտոնի վերջին միջուկային առաջարկում պատժամիջոցների մեղմացման մասին որևէ հիշատակում չկա, Միացյալ Նահանգների դիրքորոշումն անվանելով հակասական եւ պարտադրողական։ Ղալիբաֆն ընդգծել է, որ Իրանի խորհրդարանի ընդունած պատժամիջոցների վերացման ռազմավարական գործողությունների ծրագրին համապատասխան Իսլամական Հանրապետությունը նախկինի պես լիովին պատրաստ է ամրապնդել վստահությունը, ցուցադրելով իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը, սակայն միայն պատժամիջոցների իրական մեղմացման եւ շոշափելի տնտեսական օգուտների դիմաց, միևնույն ժամանակ շարունակելով ուրանի հարստացումը իր իսկ հողում։ Այն փաստը, որ ԱՄՆ առաջարկում նույնիսկ չի հիշատակվում պատժամիջոցների չեղարկման մասին, հստակորեն ապացուցում է անուղղակի միջուկային բանակցություններին Ամերիկայի մոտեցման անազնվությունն ու հակասականությունը։ Ղալիբաֆը Միացյալ Նահանգներին մեղադրել է Իրանին ուրանի հարստացման իր միջազգայինորեն ճանաչված իրավունքից զրկելու փորձի համար, միաժամանակ տալով տնտեսական արտոնությունների վերաբերյալ դատարկ խոստումներ։ Նրանք ժպտում են տեսախցիկների առջև եւ խոսում տնտեսական արտոնությունների մասին, սակայն իրականում նրանք ոչ միայն խուսափում են պատժամիջոցների վերացումից, այլ անգամ չեն խոստանում դա։ Ակնհայտ է, որ ոչ մի ողջամիտ տրամաբանություն թույլ չէր տա նման միակողմանի եւ պարտադրված համաձայնագիր։ Ղալիբաֆը նաև քննադատել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին կոչ անելով փոխել ուղեգիծը։ Եթե Թրամփն իսկապես ձգտում է գործարքի, նա պետք է հրաժարվի Իսրայելի հետ իր համակարգումից եւ վարչապետ Բենյամին Նեթանյահուի ձախողված քաղաքականությունից, ընդգծել է նա։ Ըստ Ղալիբաֆի, Իրանը պետք է լուծի իր ներքին տնտեսական խնդիրները հենվելով ներքին կարողությունների վրա, այդ կերպ Միացյալ Նահանգներին ստիպելով համաձայնել փոխշահավետ գործարքի, որը ներառում է պատժամիջոցների իրական մեղմացում։ Իրանն առաջիկա օրերին կպատասխանի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու Միացյալ Նահանգների առաջարկին, հայտնել է Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին։ Իրանի պատասխանը ԱՄՆ գրավոր առաջարկին գրեթե պատրաստ է եւ կներկայացվի առաջիկա օրերին։ Հունիսի 1-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտնել է, որ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը Իրանի իշխանություններին է ուղարկել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ մանրամասն եւ ընդունելի առաջարկ։ Քամալ Վանդին նաեւ նշել է, որ Իրանը կարող է վերանայել հարաբերությունները ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ, եթե կազմակերպության կառավարիչների խորհուրդը բացասական որոշում կայացնի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Նա մեկնաբանել է ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի առաջիկա նիստում Իրանի դեմ բանաձևի հնարավոր ընդունումը, ասելով. Անցած անգամ մենք զգուշացրինք, բայց նրանք մեզ չլսեցին, եւ մենք 7 անգամ մեծացրինք մինչեւ 60% հարստացված ուրանի արտադրության ծավալները։ Հիմա մենք նաեւ ունենք արձագանքման այլ քայլերի ցանկ եւ արդեն տեղեկացրել ենք նրանց այդ մասին։ Ակնհայտ է, որ գործակալությունը չպետք է ակնկալի, որ Իրանը կշարունակի կառուցողական գործակցությունը նախկինի պես։ Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը հաստատել է, որ Իրանի կողմի տրամադրության տակ են հայտնվել Իսրայելի միջուկային գործունեության վերաբերյալ ռազմավարական փաստաթղթեր եւ տվյալներ, հայտարարելով, որ դրանք շուտով կհրապարակվեն։ IRIB-ին տված հարցազրույցում Խաթիբն ասել է, որ փաստաթղթերը ձեռք են բերվել Իրանի հետախուզության նախարարության մշակած լայնածավալ, բազմամակարդակ եւ բարդ գործողության արդյունքում։ Պատասխանելով հարցին, արդյոք այդ փաստաթղթերը որևէ այլ ոչ միջուկային տվյալներ են պարունակում, հետախուզության նախարարն ասել է.
Դրանք ներառում են նաև ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ այլ երկրների հետ հարաբերությունների նաև հետախուզական բնույթի այլ փաստաթղթեր, որոնք կարող էին բարձրացնել երկրի հարձակողական հզորությունը։ Պակիստանն Ադրբեջանին վաճառում է 4-րդ սերնդի 40J F-17 Thunder կործանիչ ինքնաթիռներ։ Այս մասին հաղորդում է Forbes պարբերականը։ Նշվում է, որ Բաքուն պաշտոնապես ընդլայնել է J F-17-երի պատվերը եւ այդ թիվը 16-ից հասցրել 40-ի։ Այս գործարքը 4.6 միլիարդ դոլարի պաշտպանական համաձայնության մի մասն է, որի մասին Պակիստանի կառավարությունը օրերս հայտնել է X-ի սոցիալական հարթակում։ Պակիստանի կառավարությունը նաև նշել է, որ բացի 4.6 միլիարդ դոլարի պաշտպանական համաձայնագրից Ադրբեջանի հետ ձեռք է բերվել նաև 2 միլիարդ դոլարի ներդրումների համաձայնություն։ Ադրբեջանական լրատվամիջոցները դեռ մայիսի վերջին էին հայտնել, որ Բաքուն ավելացրել է կործանիչների թիվը եւ համաձայնագրի արժեքը 1.6 միլիարդ դոլարից ավելացրել է մինչեւ շուրջ 4.6 միլիարդ դոլարի։ Այնուամենայնիվ, այս հրապարակումները պաշտոնապես չէին հաստատվել ոչ Բաքվի, ոչ Իսլամաբադի կողմից։ Ադրբեջանն իր առաջին J F-17 կործանիչները ստացել է 2024 թվականի սեպտեմբերի 25-ին։ Բաքուն այժմ կստանա կործանիչների ավելի թարմ տարբերակը J F-17D Block 3, որը հագեցած է ակտիվ էլեկտրոնային ռադարներով եւ այլ համակարգերով ու զենքերով։ Ադրբեջանը եւ Ուզբեկստանը կքննարկեն միջին միջանցքի նախագծի համատեղ զարգացման հարցը։ Երկու երկրների գործարարներն ու պաշտոնյաները կհանդիպեն հունիսի 11-ին Տաշքենտի 4-րդ ներդրումային ֆորումի շրջանակում։ Ֆորումի երրորդ օրը կանցկացվի Ադրբեջան-Ուզբեկստան տնտեսական գործընկերության վեկտոր թեմայով պանելային քննարկում։ Նախատեսվում է, որ հիմնական ուշադրությունը կկենտրոնանա երկկողմ առևտրի ամրապնդման, համատեղ ներդրումային նախագծերի խթանման, նաեւ էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, արդյունաբերության եւ թվային տեխնոլոգիաների ոլորտներում գործակցության զարգացման վրա։ Ֆորումի ընթացքում նաև կքննարկվեն տարածաշրջանային նախաձեռնությունները կապը զարգացնելու համար, այդ թվում միջին միջանցքը։ Կներկայացվեն կայուն տնտեսական գործընկերության նոր հնարավորություններ։ Ասիական զարգացման բանկը աջակցում է Ադրբեջանի ջանքերին միջին միջանցքի նախագիծն առաջ մղելու հարցում։ Այս մասին հայտարարել է Ասիական զարգացման բանկի հարավային, կենտրոնական եւ արևմտյան Ասիայի գծով փոխնախագահ Յինգ Մին Յանգը Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ։ Յանգն ասել է, որ Ադրբեջանը կարևոր դեր է խաղում տարածաշրջանային կապի եւ առևտրի խթանման գործում, ծառայելով որպես կարևոր կամուրջ Ասիայի եւ Եվրոպայի միջև։ Ասիական զարգացման բանկը ողջունել է Ադրբեջանի ակտիվ մասնակցությունը կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնտեսական համագործակցության ծրագրին եւ աջակցել է Ադրբեջանի ջանքերին միջին միջանցքը եւ Կասպից ծովի կանաչ էներգիայի միջանցքը խթանելու հարցում։ Հանդիպումների ընթացքում Ասիական զարգացման բանկի փոխնախագահը քննարկել է Ադրբեջանի տնտեսական աճի հեռանկարները, կենտրոնանալով ֆինանսական հատվածի եւ կապիտալի շուկայի զարգացման, մասնավոր հատվածի մասնակցության ընդլայնման, տարածաշրջանային գործակցության ամրապնդման եւ թվային վերափոխման վրա։ Նա նաեւ ընդգծել է էներգետիկայի, տրանսպորտի, ջրամատակարարման եւ գյուղատնտեսության ոլորտներում իրականացվող հիմնական նախագծերի կարեւորությունը, տնտեսության դիվերսիֆիկացման եւ ածխաջրածիններից կախվածությունը նվազեցնելու համար։ Մարոթ Հարվերդյան, Հարևաններ։